Ողջույն սիրելի հետևորդներ, USR Media-ի եթերում առնկացն է եւ այսօրվա հյուրը մեր Cornerstone եկեղեցու հովիվ Los Angeles West եկեղեցու հովիվ Արա Թորոսյանն է։ Սկզբում ձեզ մի փոքր տեսանյութ կտանք, որը հենց ինքը Արա Թորոսյանն է նկարահանել, որից հետո կողջունենք մեր հյուրին ու անմիջապես կսկսենք։ Պարոն Թորոսյան, ողջույն, շնորհակալ եմ, որ չմերժեցիք եւ հյուրընկալեցիք այս տաղավարը, եւ կուզեմ անպայման հենց այս տեսանյութի վերաբերյալ խոսենք, սա դեռևս 3 օր առաջ էր կամ 4 օր առաջ էր տեղի ունեցել, ինչպես դա պատահեց եւ ինչու են հատկապես հենց այս պայդրությամբ մեր բարեկամ իրանցիների նկատմամբ այսպիսի խիստ վերաբերմունք ցուցաբերում ԱՄՆ իշխանությունները կամ Homeland Security, ինչպես որ ասում են, ներքին անվտանգության նախարարությունը։ Շատ շնորհակալ ձեզանից, որ հրավիրակ։ Անցյալ երկուշաբթի օրը մահ մեր զույգերից, որ 3 տարեկան երեխա ունի, պիտի գնար քորտ, իր ապդեյթներ անել, թուղթերը ստորագրել, եւ այս մարդիկ, որ գալիս են, շատերը, որ առաջ մոհամեդականին եւ քրիստոնյան էլ է, շատ ժամանակ սրանք փախնում են, որտեղ Պարսկաստանի մեջ անցյալ 20 տարվա մեջ Իրանի քրիստոնյաները, հայերի մասին չեն խոսում, նրանք որ քրիստոնյան էլ է, իրանց համար միշտ վտանգ է եւ շատ մեծ հալածանք է այդ մարդկանց, որ մոհամեդական են էլ եւ քրիստոնյան են էլ եւ տարիներ մեր պարսկախոս եկեղեցիները փակել են մեր հովիվներին, որ շատերը հայ են էլ Թադևոս Միքալյան, Հայկ Հովսեփյան մեր, սրանք ամենին սպանել են եւ աշխարհը իմանում է, որ նրանց համար մեծ հալածանք է։ Նույն ժամանակին այս օրում մոտարապես 1000 հոգի են, որ բանդերի մեջ են, մինչև անգամ Հայաստանի citizen էլ, որ Պարսկաստանը գնացել եւ այդտեղում հիմա անուն մոռացել եմ, բայց Հայաստանի citizen-ն է քաղաքացին, որ հիմա բանդի մեջ է, որովհետեւ ավետարանը քարոզեր է Մատ Պարսիկին։ Ուրեմն սրանք գալիս են եւ ոչ մի օրինական ճանապարհ չկա, որ refugee պարսիկները կարողանան ներս մտնել։ Միջև անգամ առնենք, որ Ամերիկա-Իրան հակամարտությունը, այսպես ասած, գոյություն ճակերտների մեջ դժվար է։ Այո։ Միջև անգամ դուք եթե իմանում եք հայերը, որ հիմա շատերը գլենդելում են Պարսկաստանից, մենք մի հատուկ ծրագիր անուն Lindenberg պրոգրամ այլ է, որ հայերի համար, քրիստոնյաների համար օտար կրոնները, որ Իրանում են, մենք հայազի միջոցով կամ օտար ընկերության միջոցով այդ մենք Ավստրիա, Վիեննայից քանի ամիս մնում ենք եւ գալիս ենք Ամերիկայում, բայց այս ճանապարհը, այսինքն այս ճանապարհը suspend է, որովհետեւ մենք իրանցի ենք եւ իմ խոսքը սա է մեդիայի հետ առաջի հերթին, որ մեզանից հարցնում են, ասում են դուք ամեն այդ անօրինական եք, թուղթ չեք ունեցել, ամեն ինչ ոչ մի բան չկա, իմ խնդիրս հիմա մեդիայի հետ է սա է, որ դուք ոչ մի ճանապարհ չեք տողել, որ օրինական մենք կարողանանք մինչև անգամ հայ քրիստոնյան, որ suspend է ծրագիրը, որ Ronald Reagan-ն է այդ բանարը, մինչև անգամ քրիստոնյա պարսիկներն էլ ոչ մի բանով չեն կարող, որ
Թուրքիայում հազարավոր մարդիկ կան, որ քրիստոնյա են, որ իրանց մուհամմադական են, քրիստոնյա են եւ սպասում են տարիներ եւ դե տանջվում են, հալածվում են, որովհետեւ քրիստոնյա են Թուրքիայում եւ չեն կարող գան։ Իրա պատճառով կարող են ծովերի մեջ, ոտքով քայլում են եւ իրանց համար շատ վտանգավոր է եւ ամենը մնացած են եւ Թուրքիան իրանց հալածում է նույն ժամանակ եւ չեն էլ կարող որտե Էթան հետ կան Պարսկաստան։ Շատերը հիմա այս ժամանակներում ամենը շատերը այդմ են Դուբայ կամ Հայաստան։ Հայաստանը դեռ UN կարծես բացա եւ տեղում refugee են ելնում, բայց Հայաստանը մեծա որ չեն կարող են ընդդեմ մնան, բայց չեն կարող օտար երկիր այդան, այդպես ես եմ։ Ուրեմն այս մարդիկ գալիս են եւ այդ ծրագրամը որ CP1-ը Բայդենը դրել է, սրանք անցյալ տարվանից այս 5 հոգին, որ մեր եկեղեցից բռներ են իրանց, փակվել են, առաջի զույգը 3 տարեկան աղջիկ ունեցած տեղը, սրանք այդ մարդիկ են ելել, որ այս Mahsa movement-ում քանի ամիս տանջվել են այս ընտանիքը, որովհետև դա ակտիվ են ելել հակառակ կառավարության, Պարսկաստան կառավարության փողոցներում են ելել եւ այս կնոջը դեռներ են եւ նույն ժամանակ իրանք այդ underground church-երը, որտեղ եկեղեցին փակա, մարդիկ տուների մեջ են հավաքվում եւ ծանոթացել են քրիստոնեության եւ սիրացել են եւ իսլամը իրականության մեջ, կրոնափոխ են։ Իրականության մեջ հիմա Պարսկաստանում շատերը իսլամի մասին իսլամ չեն ուզում, կրոնը չեն ուզում։ Երբ որ մենք գալիս ենք իրանց բացատրում ենք, որ քրիստոնեությունը մա ճանապարհը, կյանքը, կրոն չի, առաջ երթնից միշտ իրանց ասում եմ, եթե դուք ասում եք իմ կրոնս փոխել եք, իմ հետ մի խոսացեք, որտեղ կրոն փոխել չի։ Այդ նույն բանն այլում։ Դուք ասեք մեր ճանապարհն ենք փոխել, մեր կյանքն ենք փոխել, որովհետև ես իրանց սիրում եմ, որ իրանց կյանքը ավելի շատ փոխվի եւ քրիստոնեական այդ culture-ը, այդ կյանքը ուրախությունը, որտեղ տարիներ սրանք խփել են իրանց գլխին, նեղացել են, այս մեկին ուշունց են տվել, քուֆուր են տվել մեր ասածով հայերինը, բայց հիմա գալիս են տեսնում եկեղեցու մեջ ուրախություն կա, սեր կա եւ սիրում են քրիստոնեությունը։ Եվ շատ մասամ էլ չեն սիրում մինչև անգամ կրոնը, երբ անուն ես տալիս ես կրոնը, բայց ես աշխատում եմ իրանց ասեմ կրոն չի։ Կյանքի օղի է, կյանքի փոխություն։ Այո, ճիշտ է այդպես է։ Եվ ուրեմն այս զույգը շատ սիրելի զույգ է, մենք ասինքն իմ ընտանիքը կապված իրանց ընտանիքին, մատ այդ փոքրիկ շուն ունին եւ երկուշաբթի օրը appointment ուներ, այս իրանց ասել էս immigration office-ը, որ Federal Building-ի մեջ է 300 North Los Angeles, որ շատ այերն էլ դայթում են, դե գնացել են, որ իրանց թուղթը ստորագրեն, update անեն, ադրեսը եւ իրանց ձերբակալել են եւ տարել են։ Եվ միշտ իրանց ասեն, որ ոչ ոք ստե բարեկամ, ծանոթ ոչինչ չեն, առաջ քո փաստաբանի հետ կապի, հետո իմ հետ կապի։ Որ տեսեմ ես ինչ եմ կարող անել, որտեղ իմը Ամերիկայի մեջ state եւ եկեղեցին ջոկա եւ չի կարող խառնվի եւ եկեղեցին մի չափով ուժ ունի, այսինքն եթե ես ուզենամ ասեմ հիվանդանոցի մեջ ոչ ոք չի կարող իմ առաջը սպայի, որ մարդկանց համար չաղոթեմ կամ բանդերի մեջ ես կարող եմ այդամ եւ աղոթեմ իրանց համար, իրանց հետ խոսալ, որ ասում են chaplain ստեղում, այսինքն այդ իրավունքները կարողությունը եւ այդ օրենքը տվելա, որ ես կարողանամ այս մարդկանց մոտիկանամ։ Ուրեմն ես ժամի 1:30-ին ինձ զանգ տվյա փաստաբան ասած տենց այլ է բռներ են իրան եւ ես էլ գնացի մտե ինչ ուզեցին որ իրանց հետ խոսամ ինչի պատճառով է սրանք եկել են օրինական թուղթեր ամենը կա իրանց work permit իրանց կարող են աշխատեն ստեղում social security number ունեն իրանց master hearing court-ն էլ կա որ պիտի էթան դեղում է judge-ը իրանց ասի որ կարող են մնան կամ իրանց այդ refugee status-ը grant այլ է Քանի հայերեն բառերել ասեմ շատ չեն հասկանում գլխավոր լսումը դատարաններում ունեին հաշվի համարը սոցիալական, այսինքն այդ SSN-ը, որը շատ կարևոր է, ունեին աշխատանքի իրավունքը, employment authorization ունեին, եւ միևնույն ժամանակ ինչ մնացոլվածություն, եւ նրանք չեն կարող փախստականի կարգավիճակ ունենալ, որտեղ այդպիսի ծրագիր գոյություն չունի, խոսքը refugee իմաստն է, բայց նրանք համարվում էին փախստական, որովհետեւ նրանք արդեն դիմել էին այդ
գործով։ asylum pending Այո, ապաստանի մեջ են, Այո։ այսինքն խնդրանք։ Ուրեմն իրանց բռնան, ես ինչ ուզեցին որ իրանց տեսնեմ իրավունք չեն, մինչև անգամ իր փաստապան իրավունք չտվան որ այդ այն տեսնի։ Միակ բանը որ ես կարողացի մանիմ այդ օրը եւ աշխատամ իր երեխին, որ իմ երեխեքի ընկերուին իրան շատ են սիրում եւ միշտ իրար հետ են ելը, ուզացին որ իր երեխին վերցնիմ, ասեմ ես իր հովիվն եմ եւ մենք դերիմ ենք, բայց իմանում եք այստեղ կանոններ չի թողնում երեխին իր ծնողներին շոկի, ուրեմն երեխան ասում սովորական է, օքեյ է, որ իրանց մոտ մնա եւ միակ բանը որ կարողացի իմանիմ իրանց տունի բալանիկը կարողանամ ստանալ, որ շունին կարողանայիմ հանիմ այդ տունի, շուտ է շունը տեղում կմեռներ, եթե չհասնենք։ Ուրեմն բալանիկ առամ տունինը եւ գնացինք շունին փրկան կտեից եւ շատ նեղացանք ընտանիքով, մենք ամենս մինչեւ առավոտ արթուն ենք, ելես ինչ վիճակ է, լսում ենք որ հիսպանիկներին որ թուղ չունեն, ոչ մի բան չունեն, բռնում են, տանում են, պրոտեստերներն ենք տեսնում, եւ նեղանում ենք, բայց ոչ մի ժամանակ չենք իմանում որ դու եթե նայեք Դոնալդ Թրամփը եւ շատ այս ավետարական եկեղեցիները իշքան Դոնալդ Թրամփին եւ բաները պրեզիդենտի համար իշքան իր համար պրոմոտ արա եւ իմ համար զարմանալի էր որ ինչպես կարող են սրանք այդ գործը կատարել մինչեւ ես եկեղեցու հաֆիզն իմ երեքշաբթի օրը նեղացած իմ մանիմ գալիս տեսնիմ սրանք որտեղ են էթալու երեքշաբթի առավոտ մենք մատ վեբսայթ է իմանում եք այդ մենք նայում ենք իր փաստաբան ասա մինչև բանն է հենց նույն տեղն է այդ basement-ի մեջ է եւ ինձի մատ agent ասա որ այս basement-ի մեջ այդ federal building-ի մեջ 2000 հոգի detain են 2000 հոգի մարդ Այստեղ նույն այդ դաշտային շենքում 2000 հոգի ձերբակալված արդեն կար տեղում։ Ասեմ ինձ են տեղ տալիս տեղում էսի այսինքն մարդկության կամ human rights-ի համար ճիշտ է որ 2000 հոգի մարդ այդ building-ի մեջ ամեն փոքր սենյակ մեջ այդպես որ օտարներն են ասում 30-40 հոգի կանգնած են քնում եւ ինչպես կարող Ամերիկայի մեջ այդ բանը պատահի եւ ոչ ոք չկարողանա խոսալ եւ ուժը չունենա ուրեմն երեքշաբթի ես գնացի մաֆիս նեղացած մանին գալիս էս կողմ են կողմ խոսում ենք եւ մենք նախքան այդ մենք մոտարապես 300 անդամ անգլերեն հիսպանիկ եւ պարսկախոս ունենք այդտեղում 300 անդամ մենք միշտ մտածում ենք որ այսը չի կարող ներս մտնի եկեղեցու մեջ եւ եկեղեցին այդ պահպանությունը ունի, որովհետեւ եկեղեցիա Ամերիկայի մեջ եւ այդ օրը մենք քանի հատ փաստաբաններ որ մեր եկեղեցու մեջ են նստան խոսացինք ժամերով եւ հասկացանք որ սխալ ենք մտածում, այսինքն այսը այդ ուժը ունի մինչև անգամ ներս մտնի եկեղեցու մեջ որտեղ փոփոխություն եղավ նախկինում զգայուն վայրերը հիվանդանոցը դպրոցը եկեղեցին արգելված էր մուտք գործել եւ այնտեղ ձերբակալություններ իրականացնել բայց դատարանին դիմեցին դատարանի միջոցով թույլատվություն ստացան ու հիմա կարող են նաեւ նմանատիպ վայրեր մտնել բայց այստեղ կա կարևոր մի բայց որ նրանք պետք է թույլատվություն ստանան այդ տարածքի սեփականատիրոջից որովհետեւ դա հանրային տարածք չի դա սեփական ինչ որ տարածք է հանդիսանում իսկ դու մտնում ես ինչ որ մեկի property որ իրավունքը պետք է քեզ տան կամ պետք է warning-ով գաս այսքան թույլատվությամբ գաս այո այդ մասը մի փոքր ինչ են ասում tricky ինչ են ասում հայերեն մի փոքր խնդիր է որովհետեւ եկեղեցին երբ որ ներս է մտնում մենք դրա մասին խոսացինք եթե մի բան խփած ենք որ էսի only staff-ը մենակ մեր գործողներն են կարող ելնելու private ճիշտ ունի նման բայց եկեցին որ դուրնն է բաց public է չես կարող պահպանես էսի այսինքն մենք մտածում ենք որ այդպես չի բայց հասկացանք որ կարող են միջև անգամ ներս մտնել ուրեմն երեքշաբթի ժամի 9:30-ին առավոտը 9:30-ին որտեղ այս երեխեքը մեր անդամները բարեկամ ծանոթ ոչ ոք չունեն սա այն դեպքներ որ տեսանյութում դուք այո սա այդ դեպքներ այո ուրեմն ինձի Մարջան այդ աղջիկը զանգ խփավ լացելով ջվալով որ այս դուրի առաջ Ռեզան է տղին իր ամուսին բռներ են այսինքն ձերբակալել են
եւ 5 րոպե ճանապարհ է նստամ ավտոս գնացի մնդե park ամ տեսամ army ռացաներով մասկերով Այդ որ թաղամասում Westwood Westwood-ում եւ զարմացամ, այսինքն սկսամ քայլել, դեսամ 3-4 սաատ նախքան այդ մեքենաները մոտարապես 1 2 3 4 5 6 հատ մեքենա, 4 հատ SUV mad van եւ ամենը մասկերով, ռացաններով զարմանալի մի բան այդ տեսքը որ տեսամ ինքս մի փոք շոկ ելամ, զարմացամ որ ինչպես կարելի է երկու հատ մարդ են խելոք մարդիկ են ոչ մի background չեն ունեցել criminal background սրանք ոչ մեկը չեն ունեցել, այսինքն հանձնագործ միջև անգամ ticket էլ չեն ունեցել։ Ուրեմն եւ հետո իրանց ամեն ինչը օրինական է իրանց work permit-ը Ինչպես նշեցինք, այո եւ հետո իրանց hearing master սպասման մեջ էին ապաստանի կարգավիճակը սեպտեմբեր 25-ին պիտի էթային գլխավոր լսման այո որ իմանային որ ստեղում մնալու են որ շատ այսինքն 99% իրանց grant կանին եւ սպասում են բանի համար եւ որ ես տեսամ իմանում եմ որ պիտի իրանցից իրավունք հարցնեն warrant ունեք sign by judge կարող թարգմանեք այդ բանը դատավորի ստորագրությամբ թույլ այո որ պիտի անեք ձերբակալման ով եք ինչ եք հարցրամ շատ խելոք հանգիս հարցամ եթե նայեք այդ վիդեոյի մեջ ասան ունենք ասեմ ցույց տուր ինձի ցույց չտվան եւ եթե տեսեք վիդեոյի մեջ ես շատ հանգիստ եմ խոսում ասում եմ օքեյ ինչի համար եք տարը սրանք CP1-ով են կարող ասեմ օքեյ CP1-ը էլ չի աշխատում որտեղ եթե իմանաք 2019-ին երբ որ Թրամփը եկավ այսպես են ասում եթե մինչև 14 օր քեզի բռնեն եթե Ամերիկայի ներս ոտ կեստրե առանց քորթի քեզի կարող են դիպորտ անեն 14 օր Թրամփը 2019-ին էդի արավ 2 տարի հետո Բայդենը եկավ նորից հետ փոխավ այս 14 օրը որ մարդիկ հետո մատ օտար պրոգրամ տան որ բորդերների հետ Մեքսիկոյի հետ կարող են կեսան ճիշտ լատարի նման բոլորին հայտնի CBP1 ծրագիրը CBP1-ով կարողանան ներս մտեն եւ նորից Թրամփը եկավ եւ այս արավ 2 տարի ուրեմն մինչեւ 2 տարի եթե մարդիկ ստեկան կարող են առանց ոչ մի բանով ինչ անեն դիպորտ անեն այսինքն այս շատ մեր հայերի համար շատ տանգավոր է մեր շատ են եկել Ռուսաստանից պատերազմի պատճառով Ուկրաինայից պատերազմի պատճառով Հայաստանից էլ շատ եկածներ կան Իրանից էլ կան ծրագրից շատերն են օգտվել ու ասում են որ մոտավորապես է TV 900,000-ից մինչև 1 միլիոն մարդ CBP1 ծրագրով կարողացել մուտք գործել Միացյալ Նահանգներ չիմանալով որ օրինակի համար Դոնալդ Թրամփը երկրորդ պաշտոնավորումը երկրորդ թրմի առաջին օրը կստորագրի ու ընդհանրապես ծրագիր կվերադարձնի զրոյական կետի ու բոլորին նամակ կուղարկեն կասեն որ դուք ապօրինի եք գտնվում երկրում ու դուք պետք է լքեք երկիրը անկախ նրանից ինքը ունի կարգավիճակ չունի կարգավիճակ բոլորին ուղարկել են այդ նամակը եւ միայն այդ ծրագիրը չգիտեք որ TPS ծրագրերն էլ նույն հայցիների համար, վենեսուելացիների համար կամ շատ երկրների, որոնք որ ունեին որոշակի պաշտպանողական կարգավիճակ այստեղ, ուկրաինացիների ծրագիրը U4U-ը, United for Ukraine ծրագիրը U4U-ը, դա էլ բոլորը անխտիր կասեցվեց այստեղ ու հիմա շատ մեծ խնդիր է առաջացել։ Ես չեմ հասկանում, այսինքն Ամերիկայում միշտ մենք refugee ենք եկել այդ ծրագիրով մենք 2010-ին refugee ենք եկել հանգիստ եկել ենք ստե օրինական եկել ենք ստե ապրում ենք մեր կյանքը citizenship ամեն ինչը կա այսինքն Ամերիկայի իրավունքներ որպես մատ ամերիկացի եւ կանոններ որ իմանում ենք այս երկիրը միշտ հիմնված է մեր վրա refugee-ների վրա այդ դրանք որ immigrant-ների վրա ուրեմն մենք ես չեմ հասկանում որ ինչպես կարող է մատ president կամ ICE այդքան ուժ ունենա որ կարողանա մատ արմատային մատ կանոններ որ այս երկրի մեջ միշտ ելերա այդպես կարողանա մեորով այս վիճակով տեսնում եք միանգամից այդ քարակտերը այդ բանը որ տեսնում եք ջղայնությունը այս ագրեսիվ ելելը շատ
շատ զարմանալի Ամերիկայի համար, շատ զարմանալի աշխարհի համար, եւ եթե դուք նկատեք, ես երբ որ այդտեղ եմ, ես Մәрջանին ասում եմ, որ Մәрջան հեռախոսով, ասում խնդրում եմ դուրս չգաս, եւ այդ ժամանակ, որ հանգիստ նայեք վիդեոյի մեջ, հանգիստ ես խոսում եմ, միանգամից Մәрջանը փախնում է, փանիկ այլում այդտեղում, եւ միանգամից դուրս է գալիս եւ միանգամից տեսնում եմ, որ զինվորները մասկերով դեպի այդ աղջիկը վազում են, եւ եթե հիշեք, Պարսկաստանում քանի տարի է, որ այս կիները մատ այդ movement-ն են անում, միշտ մենք մեդիայի մեջ տեսնում ենք այս աղջիկներին ինձ են ծեծում, իշխաններին կույրացրել են այդ բոլետներով, հետո իշխանները մոտարապես 1500 հոգի սպանել են հրացանով փողոցների մեջ, այսինքն միշտ այս մեր մեջ հիմա չի տարբերում հայ քրիստոնյա, մենք դեռ ծնվել ենք ապրել ենք որպես հայ, բայց նեղանում ենք, միշտ տեսնում ենք այս հուշերի մեջ, ես 1979 եմ ծնվել, կռիվն եմ տեսել, այդ ժամանակն եմ տեսել, որ մինչև անգամ մենք որպես հայ, եթե կարճաթև ակնենք, մեր ձեռքեր գույնում են, այսինքն ես ինքս էլ հիմա այս խնդիրը հոգեկան ունեմ, որ միանգամից այդ իմ մեջ դուրս եկավ եւ տեսամ այս աղջիկը մասկերով հիմա Պարսկաստանին իրան այս աղջկան աշխատում որ օգնի երբ տեսնեք այդ վիդեոյի մեջ ես գնացիմ ուզում եմ այս աղջկան իրան ձեռքից անեմ ինձ էլ հրան հետքում բայց տեսամ այս աղջիկը ընկավ իմ համար առաջին մա շատ առողջ աղջիկ խոսող ծաղող միանգամից տեսնում եմ որ գետինի վրա այդ մասկի մարդիկ իր վրային ինքս արդեն ինքս էլ ինձ կորցնում եմ այդտեղում եւ այդտեղում միակ բանը որ կարող եմ անեմ հայկական վիճակով ճվալ եւ Դասը որ ասում եք իննա մեկ զանգ արեք որովհետեւ վատ է իրեն զգում ակնհայտ է որ պանիկ այա մոտը խնդիր կա դասը շրջահեղձա լինում տվյալ դեպքում այդ պիտի բոլորը հաշվի ես ինքս իմ շունչը այդ վիդեոն մոտավորապես 15 րոպե է եւ ես այդ մեջտեղ ինքս լացում եմ մոտիկ 10 րոպե լացում եմ չեմ անում ինչ անեմ եւ ին վրա շատ վատ ազդեցողություն ուներ այդ աղջկան այդ գետնի վրա տեսնել մոքին որ դու սիրում ես ծառայում ես իրանց ես կյանքն ես իմանում ես իշքան դժվարություններ ունեցերա եւ եկել է ստեղում աշխատում են եւ սիրում են լավ ամերիկացի citizen-ներ են եւ իրանց կյանք անեն որպես մատ ջահել զուգեր եւ երբ որ տեսնում ես եւ տեսնում եմ որ իրանք եկել են օգնում են իրան բայց չեն իմանում ինչ են անում եւ դրա համար ես ասում եմ 911 կանչեք ամբուլանսն որ գալիս է իրավունք չեն տալիս նայեք ես որպես իրավունք ամերիկան տվել է որ ես կարողam աղոթեմ կարողam եմ իրան մոտիկանամ ինձ իրավունք չտվան եւ այս agent-ը նստավ իրանց հետ եւ ամբուլանսով UCLA emergency room-ը եւ խնդիրը այդ էր որ UCLA emergency room-ը այդ ներսերը ամենը իրավունք միջև անգամ LAPD-ն եկավ UCLA LAPD-ն եկավ որ այս agent-ին հանեն դուք ասակ այդ հիվանդանոցների մեջ չկարող միակ բանը որ կարողացին անին այդ mad agent mask աներ որտեղ կռիվ արան որ այս mask-ով իրավունք չունես emergency room-ի մեջ էլի եւ այդ mask-ը հանան հիմա ես եւ մատ ամերիկացի հովիվը տեղ ենք գնացենք ներս տարերաներս ասերա շրանք եւ հովիվներն են դուրի առաջ agent-ը կանգնած ասում ենք մենք ուզում ենք այս աղջկա համար աղոթենք իրավունք չունեք ներս մտնեք եւ իրավունք չունենք ներսը ասենք մենք իրավունք ունենք ըստ կանոններին եւ հիվանդանոցի մենք իրավունք ունենք անենք այդ գործը եւ իրավունք չտով ինչեւ ասեմ ներսն էլ իրավունք չունի դա ասեմ ինձ եմ կարող այս աղջկան ասել օգնություն եւ ուրեմն ժամի 3-ից 46 անց իրան ռիլիզ արավ հիվանդանոցը եւ իրան տարան դրեցին ու տեղափոխեցին արդեն նույն պահման վայրը որ ամուսին չենք իմանում խնդիրը հիմա էսա մենք հասկացանք այսինքն 2 շաբթի 3 շաբթի ճայս հետո հասկացանք որ մեր ընտանիք որ երեխա ունեն 3 տարեկան իրանց տարել են Թեքսաս San Antonio-ի մոտ ասում են South Texas family detention որովհետև երկու ժամ San Antonio-ից մեքենայով պիտի հետակ եւ նրանք դեռ շատ կեղտոտ այսինքն
տեղա շատ մարդիկ կան, դժվար է եւ ես կարողացի հեռախոսով խոսամ, այս չորեքշաբթի օր իրանց քորթն է, որ բանդով ասով դուրս կան, որ մենք կարողանանք նորից իրանց հետ բերենք Լոս Անջելես, բայց Ռեզա Մարջանը շատ վայրալ է լավ այս վիդեոն, ես մեր եկեցու ովյուների հետ խոսացինք, ասենք այս բանը մարդկության եւ Ամերիկայի կանոններից մի փոք ճիշտ բան չի եւ ես իրավունք ստացամ եւ խոսեցիմ փաստաբանների հետ, որ ինքս էլ կարողանամ ինձի պահեմ եւ ընտանիքից կարողանամ protect անեմ, որ վաղը ինձ էլ չբռնեն։ Մի քանի հարց տամ, գիտեք, այս դրա հետ կապված գիտենք, որ ընդամենը օրեր են հաշված անցել, որ Միացյալ Նահանգները ուղիղ հարված հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին, ուղիղ մասնակցություն ունենալով նաև Իսրայելի գործողություններին, այնինչ Իրանն ասում էր, որ մենք պաշտպանվում ենք, ես չեմ ուզում օրինակի համար այդ պատերազմական վիճակից խոսենք, ես այս ուղղակի ուզում եմ տեղափոխեմ այս հարցի շուրջ, արդյոք դա կապ ուներ, որ հատուկ թիրախավորեցին, թարգետ դարձրեցին իրանցիներին այստեղ Միացյալ Նահանգներում եւ եթե նախկինում չկար ու դա պատճառ դարձավ, մի հարց էլ, գուցե մասնակցել են որևէ բողոքի ակցիայի, գուցե ինչ-որ խոսք են ասել, գուցե սոցիալական ցանցերն են այս օրերում, գուցե սոցիալական ցանցերում են ինչ-որ բասը տեղակ կարծոք, գուցե վիրավորական մի բան են ասել Միացյալ Նահանգների։ Վստահ այդպես այլ է։ Չէ, նկատի ունեմ զույգը, Միացյալ Նահանգների մի բան արել է։ Այդ զույգը ոչ մի բան, այսինքն սրանք որ գալիս են պրոտեստի է մասնակցել, իր social media-ով մի բան գրել, ոչ մի բան այդ գործը եւ ոչ մի պատճառ չկար գալ հենց այդ զույգի հետևից։ Բայց մի հատ խնդիր կա, որ Պարսկաստանի այդ այաթոլլան Խոմենեին վերջավ ասավ մենք երբ ամերիկան այդ B2-ներով սկսավ խփել, վերջավ ասավ մենք sleeping cells ունենք Ամերիկայում, sleeping cells քնած սել, այո, որ կարող են արթնանան եւ ահաբեկչություններ անել, terroristական, այո, ասես որ մենք ներսից կարող ենք գործի դնել։ Ես կարծում եմ այդ պատճառով սրանք ներվես ելան, որ ամենին դրանք որ նոր են եկել, որտեղ նայեք իրականության մեջ ես ինքս այդ նկատում եմ, եկեղեցին ամենասեյֆ տեղն է։ Այսինքն եթե ես ուզենամ մոքին ուղարկեմ, որ այս երկու կողմն են ամ, եկեղեցու մեջ, այսինքն մոքին ուղարկեն, որ ուզենան հարվածեն մատ երկրին, եկեղեցին հիմա ամենասեյֆ տեղն է, մինչև հիմա էլ է։ Եվ միշտ ես նկատում եմ, նայում եմ social media-ն եմ նայում, եթե մի բան եմ տեսնում, որ իսկապես վտանգավոր մի բան է, concern եմ ելում, այսինքն ասում եմ, արդյոք այս մարդիկ ճիշտ են ասում, որ քրիստոնյա են, սուտ են ասում, այսինքն ես ինքս եմ միշտ իմ աշկերս, ականջներս բացա, բայց այս մարդիկ իրանցից հարցնում են որտեն զինվորություն արել, որտեղ եթե այդ հատուկ իրանց SEPA IRGC մեջ են էլ, դա շատ խնդիր է, բայց ասում նորմալ մարդիկ են, եթե նա այստեղ են ինքը եթե sleeping cells-ը իր գույնը այդտեղին գնացել է, այդ մարդիկ որ sleeping cells են, այդ մարդիկ են որ train տեսած են, իմանում են ինչ են անում, իմանում են ինչպես են անում, բայց տեսնում ես երբ որ կնոջ հետ է իր կինը մաքուր ազնիվ ինքը կինը մատ հայկական ներսալոնի մեջ ստեղում աշխատում էր գլենդել։ Այսինքն նկատի ունեք, որ Միացյալ Նահանգները կամ Միացյալ Նահանգների ներքին անվտանգություն ավելի շատ իրանցիների նկատմամբ խստություն է հիմա բանանում, որովհետև կասկածում է, որ կարող են ներքին կամ գաղտնի գործակալներ լինել, ծառայեն Իրան։ Այո, ես կարծում եմ Իրանի տվյալ դեպքում ղեկավարությանը, ոչ թե Իրանին։ Այո, ես իրանց իրավունք, այսինքն երկու կողմն եմ տեսնում եսի, մեկ կողմը չեմ ասում, ես նեղանում եմ իմ ժողովրդին տանում են, բայց նույն տեսակետից ասում եմ, որ մեկ կողմն է, որ այսը նայ կառավարությունը վտանգները զգացել է, այսինքն դուք 2 օր առաջ, այսինքն երեք մատ այաթոլլա, որ շատ կարևոր այաթոլլա, ասել է, որ ես այս մուսլիմներին այդ իրավունքը fatwa են ասում, իրավունքը տալիս եմ աշխարհի որտեղ որ ելնում է Դոնալդ Թրամփին սպանեն, այսինքն այս որ ասում է շատ մեծ իրավունք է տալիս, այսինքն մատ ճիշտ Աստված գալիս է իրանց ասում է, երբ որ այաթոլլան ասում, այսինքն այաթոլլա ասում Աստծո խոսքը, այսինքն այս մուսլիմներին Աստված ասում է աշխարհի մեջ որտեղ որ Դոնալդ Թրամփին տեսնում եք
այդ իրավունքը ձեզի Աստված տալիս է, որ իրեն սպանեք, եւ իր համար օրհնություն կա, եւ երբ որ տեղերում էլ մեռնեք, գետակ այն մը աշխարհը 5 հատ հրեշտակները ձեր հետ կամուսնանան։ Այսինքն դա մուսուլմաններին ուղղակի ասում է, որպեսզի անցնեն գործողության ու դա շատ են կարևորում, հատկապես որ հոգևոր առաջնորդն է Իրանից Այո, ասում։ այդ ճիշտ Աստված է իրանց ասում։ Այսինքն այդ երեք այդ խոսքը ասավ եւ ավելի շատ այդ ուժը կարծում եմ կարողության վրա է, որ տեսնեն ով ինչ է անում ստեղում։ Ես այդ իրավունքը զգում եմ, բայց ես միշտ իրանց ասեմ, ասենք ինձ ասում եմ որպես մատ հովիվ 10 հոգի տվեք 3 ամիսը ժամ տվեք, իրանց ամեն ինչը ես կանեմ։ Էդի որպես Ամերիկա, որ մենք ասում ենք B2 ունենք եւ կարողում ենք աշխարհի ամենաուժեղ արմիա, այս ձևով մի քիչ տեղ գաս քարվաշի մեջ մարդ աշխատումը, հայ մարդ աշխատումը գլենդելում, գաս իրանց այդպեսի մարդկանց մոտ ստենցի խլես, վերցնես, տանես, էդի շատ տեղ բան Ամերիկայի համար։ Կամ մասկերով, հեր պիտի մասկերով անեք։ Ինչի համար մասկերով անում։ Դիմակների խնդիրն այն է, որ ասում են նկարահանում են, հետո թիրախավորում են մարդիկ, հետո սկսում են սոցիալական մեդիայով ընտանիքներին սպառնալ, ինչ որ վտանգ կարող է իրանց ընտանիքներին լինի, դրա համար իրանք էլ են վախենում, որովհետև իրանք էլ հրաման են կատարում, այդպես է բացատրում տվյալ դեպքում, հա, ներքին անվտանգությունը հոմլեցի։ Ինչի համար են վախենում։ Որ իրենց ընտանիքներին էլ կթիրախավորեն, որովհետև իրանք անում են ուղղակի հրաման։ Ուրեմն օրինական մի բան է էսի, եթե Ամերիկայում այդ գործը անում եք, ճիշտ չեք անում եւ վախենում եք, որ մարդիկ այդպես ձեզի անեն, ուրեմն անօրինական եք անում, այսինքն ճիշտ ձևով չեք անում, եթե ճիշտ ձևով անեք, ես եթե նկատեք այդտեղում ոչ մի բան չեմ ասում, խելոք եմ ընդ իրանցից հարց եմ արցնում, բայց այդպեսի հարվածք ու այսպեսի թափել ու մասկերով կարծում եմ Ամերիկայում չի պիտի ելնի։ Կարծում եմ ավելի լավ կարող են մարդկանց ուզում են դիպորտ անեն կամ ման գան տեսնեն էստանք ուզում են հարվածեն Ամերիկային թե ոչ, ես իրանց ասեմ 10 հոգի ինձ տվեք 3 ամիս տվեք 1000 հատ պարսիկ կա, ես ամեն իրանց ինֆորմեյշնը գտամ, նա լավ ռոճիկ տվեք ինձի, ես այդ գործը կանեմ, խնդիր չի, բայց այդպեսով վտանգավոր շատ տեղ Ամերիկայի համար կարծում եմ։ Այս պետրությամբ փաստացի այն է, մեր հետևորդներին ասենք, որ չգիտենք այս մարդիկ կոնկրետ ինչի համար են ձերբակալվել, ինչու են թիրախավորվել եւ անհայտ էր եւ ինչու չէին թողնում նրանց մոտենենք եւ անհայտ էր թե ուր էին տանում, ինչը որ վերջնական չէ։ Ես կուզենայի մեկ էլ մի բանի էլ անդրադառնայի, դուք գրառում եք կատարել ձեր սոցցանցում, այսինքն որպես այդպեսին հայտարարություն եք արել, որ փաստաբանի ծառայության կարիք կա, որ քեյսեր կան, այսինքն գործեր կան, որոնց շրջանակում օգնության կարիք ունի եկեղեցին, արդյոք գտել եք կամ կա կառույց, որովհետև շատ կան պետական կառույցներ, փաստաբանների ազատ անկախ ասոցիացիա կա, որը կարող է օգնել։ Այո, ուրեմն նայեք, այս զույգը, որ վիդեոն իրանց ամենտեղ տարածվավ, մենք 3 շաբաթվանից, 3 շաբթի օրվանից մինչև այսօր այս ժամը չենք իմանում որտեղ են։ Էսի մեր համար մեծ հարց է, որ որտեղ են իրանք։ Չենք իմանում որտեղ են, չենք իմանում, չենք կարող իրանց հետ կապվենք, այդ մեծ խնդիր է մեր համար եւ մեզ անհանգստանում է եւ իր 2 օր հետո իր փաստաբանը ասավ ես չեմ կարող անեմ եւ մենք ման ենք գալիս pro bono, որ ասում եք կարողական, մենք կապվել ենք, այսինքն մի հոգի կա մեր եկեղեցի մեջ, որ անդադ անգախվում, ասում ենք full ենք, այսինքն overwhelming, չունենք, չենք իմանում, էլի գործ վերցնեն։ Եվ մինչև հիմա մենք չենք աշխատել, որ fundraising անենք կամ բան անենք, աշխատում ենք մենք մեր մարդկանցով այդ գործ անենք, այս շաբաթվա մեջ մի հոգի կա, որ օտար լոյերա աշխատում է, որ մի հոգի ճարի, մինչև հիմա չենք ճարել, եւ շատ տխուր մի բան է, որովհետեւ իրանց case-ը մի փոքր national wise գնացել է, մեդիաների մեջ գնացել է, եւ լոյերները, որ մենք ենք կապվել եւ ես եմ ճանաչում, 2 հավասար փող են ուզում, այսինքն $20,000 են խոսում, $15,000 են խոսում եւ մի փոքր մարդկության սրտի խնդիր է,
որ իմ համար մի քիչ դժվար է որ տեսնեմ այդ case-ը որ 8000, 6000, 8000-ով այլում հիմա ասում են 20000, 30000 Էդ էլ վատ կողմն է, որ ուզում են մյուսի դժբախտության վրա փող սարքեն, այսինքն մենք շատ մենք շատ viral է, կարող շատ fundraising-ներ անենք, բայց մենք չենք ուզում այդ էլի առաջ երթի, մենք մեր մեջ ուզում ենք էդի անենք եւ ման են գալիս, ավելի շատ ես զգում եմ, որ այս case-ի համար պիտի մատ ամերիկացի փաստաբան էլի, որ այդպես եմ չեմ անում ճիշտ է, թե չէ, իմանում որ տարբերություն չունի, բայց մի փոքր կարծում եմ մեդիայի պատճառով աշխատում ենք ամերիկացի մատ լավ փաստաբան ճարենք։ Եթե մեդիայով ավելի տեսեք, օրինակ Մամուդ Խալիլը որ կա ու մեդիան որքանով էր նրան միշտ նրա մասին տեղեկացնում կամ Կիլմոր Աբրեկո Գարսիան օրինակի համար ինչքան է Մամուլը նրա մասին տեղեկացնում, շատ փաստաբանական խմբեր կլինեն, որ թեկուզ իրանց համբավի համար կուզենան այդ գործին մասնակցեն։ Երևի պետք է ավելի հանրայնացնել թեպետ այս դեպքի մասով, թե Reuters-ը նշեց, KTL-ը նշեց, էլի եթե չեմ սխալվում լրատվամիջոցներ կային, որ բարձրաձայնեցին։ Մարդիկ կան ասում են, բայց ազդեցություն դեռ շատ են մարդիկ ասում էս այդ բան, բայց ուղղակի փաստաբանից մեզի ոչ մի բան էժան, մինչև այս վարքյան ոչ ոք չի ասե եւ մեր անհանգիստ ենք, որ չենք իմանում որտեղ են իրանք, դա ամենամեծ խնդիրն է, հույսով եմ, որ իմանաք մենք այերս ամենտեղ ծանոթ ունենք եւ ես լսածել եմ բանդի ներսից մի օքի ասել է, որ իրանց տարեր են Տեքսաս տղին, աղջկանը տարեր են Նևադա մետեղ Նևադայում այդ բանն է, որ մենք այդ ֆեդերալ ջեյլի մեջից մի օքի ինձ լուր ա տվել, բայց որովհետև էսի հայտնի չի, չեմ կարող վստահանալ, որ այդպես է, բայց իմանում եմ այդ ջեյլերի մեջ նույն հոգին ինձ ասել որ շատ վատ վիճակի մեջ է, իրանց քնելը վատ է, կեղտոտություն կա տեղում եւ շատ մարդիկ կան, ասում են կանգնած են քնում, կերակուրը հացը չափին չի, շատերը իրանց կերակուր չի հասնում, որտեղ տեսեք մի անգամից դրանք ամենին բռնած գցած էս բանդերի մեջ են դրա համար որտեղ տեղ չկա այդ բանդերի մեջ ուղարկում են օտար ստեյտներ եւ այդ բանով ստացվեց որ Supreme Court-ը, այսինքն Գերագույն դատարանը այստեղ որոշում ընդունեց, որ իրավունք ունի Միացյալ Նահանգները երրորդ երկիր ուղարկի, եթե իրանց երկիրը չընդուներ։ Տվյալ դեպքում ավելի է բարդանում գործը։ Գիտեք, տեսեք, եթե ասում եք օրինակ համար Իրանում նրանց խնդիր է սպասվում, չէ, խնդիրներ ունեն, որովհետև այստեղ մահմեդականների եւ քրիստոնյաների միջև հակամարտություն եւ ինչու՞ չէ, հենց Սյունի եւ շիա մահմեդականների մեջ կա հակամարտություն։ Երկրում վտանգավոր է կրոնական հողի վրա, բայց հիմա հենց իրանց ընտանիք իրանց հետ, բայց հիմա արդեն Միացյալ Նահանգներն ունի լուծում, կասի եղբայր, խնդիր չկա, Իրանում խնդիր ունի ինքը, կուղարկենք Հարավային Սուդան։ Այո, օրինակ։ նայեք, ես ինքս էլ հիմա 15 տարի չեմ կարող այդամ, ասինքն վախենում եմ, որ այդամ Պարսկաստան, որտեղ այդամ Պարսկաստան կարող է ինձ բռնեն։ Եթե բռնեն, հայտնի չի ինչ կերլի։ Քանի տարի ընդ պիտի ելը։ Ավելի վատ է ձեր դեպքում, որտեղ դուք հիմա Միացյալ Նահանգների քաղաքացի եք։ Ավելի վատ է։ Բայց մատ իմ խնդիրներից էսա, որ չեն կարող ուղարկեն Պարսկաստան, որտեղ ոչ մի բան չունեն, իրար հետ կապ չունեն, Սաութ Սուդան եւ Յուգանդա եւ Լիբիա են ասում կուղարկեն։ Էլ Սալվադոր էլ կարող։ Ես երկու ամիս առաջ Յուգանդայում 2 ամիս առաջ mission trip մեր եկեղեցի հետ գնացին Յուգանդա 10 օր դեմ եւ իմանում եմ այս մարտիկ տեղում այդ երկիրը շատ խեղճ երկիր է մի շաբաթ չեն կարող համբերեն այդքան վատ վիճակ է տեղում եւ Հարավային Սուդան Ամերիկայի Միացյալ Նահանգները խորհուրդ չի տալի Միացյալ Նահանգների որևէ քաղաքացու թրիփանի, այսինքն թռիչքանի այնտեղ հանգստանա կամ չգիտեմ ինչ, որովհետեւ բոլորը զինված բռնությունները ամենուր հանցագործությունները ամենուր, այսինքն երրորդ ավելի վատ երկիր ուղարկել շատ վատ եւ այսինքն ես հիմա իմ կռիվը սա է որ դուք ասում եք ամերիկա ես ամերիկացիներից շատ
threat եմ ստացել, այսինքն քեզ կսպանենք, քեզ էս կանենք, այն կանենք, եւ ինքս երեխա ունեմ, ստե ապրում եմ, ուզում եմ հանգիստ կյանք ունենամ ստե, եկել եմ այս երկրի մեջ, որ հանգիստ ելեմ, բայց մեր ժամանակից էլ ասում եմ հիմա այս պլատֆորմ ունեմ, կարող եմ խոսամ, մեդիաների մեջ արդեն ճանաչում են, այս խնդիրը իմանում են, ուրեմն պիտի մի բան անեմ, ասեմ, մինչև անգամ ասում եմ, որ դուք ոչ մի բան չեք թողել, որ մենք մեր իրավունքներով, ասենք Հայաստան citizen-ը կարող է դա դեսպանատուն վիզա առնի գա, ուրեմն կամ work permit առնի գա, կամ ճանապարհ կա մատ հայի համար Հայաստանում, որ Ամերիկայում կարողանա ապրի, բայց Պարսկաստանցի համար student visa չի կարող գա, համալսարան չի կարող գա հիմա, այդ հայերի համար, որ առաջ կար չեն կարող գան, ոչ մեծ ճանապարհ ստեղում հիմա չկա, բայց ինչպես պիտի մենք հասնենք Ամերիկա, այդ երկիրը, որ կարողանանք մենք հանգիստ մտքով չվախենալով այդանք, հիմա ես անցյալ շաբաթ զանգ եմ խփել մեր անդամներին, խնդրում եմ եկեղեցի մի արեք, մի անգամից շատ հետաքրքիր է Fox 11-ի ինտերվյուն, աղջիկը ինձի տարավ, ասա որտեղ եք ժողովանում, եւ գնացինք այդ վերևը աթոռները դադարքին, ընդդեղում շատ անհանգիստ էր, այսինքն նորից այն trigger-ը լավ իմ մտքերից մեջ, որ նույն ժամանակ Պարսկաստանը հիշացին, որ եկեղեցիները փակել են, ասեմ ես եկել եմ Ամերիկա, որ ազատ, անկախ, հանգիստ մտքով, ներս մտեմ եկեղեցի մեջ, կարողանամ քարոզեմ, դուրս գամ, ապրեմ, հիմա նույն ժամանակ այդտեղում եւ այդ ժամանակ շատ անհանգիստ եմ, սկսամ լացել, եւ Fox 11-ին ասում դուք շատ ուժեղ միտք ունեք, որ ինձ լացացրեք բերակ ստե, ոչ մի մեդիա չէ բեր, եւ նույն ժամանակ անհանգիստ եմ, ասում Ամերիկայի մեջ ես հիմա պիտի զանգ խփեմ իմ ժողովրդին, ասեմ մի արեք եկեղեցի, շատ դժվար մի բան է, Հակասական մի բան է, էլի եկեղեցի Շատ- հովիվը գոնե խրախուսի, որ գան եկեղեցի, լսեն քարոզները, հիմա ասում ես ստիպված մի եկեք եկեղեցի։ շատ տխուր մի հատ բան է, եւ ես ասել եմ իմ ընտանիքին, իմ հովիվներին, որ իմ կողքն են, ասեմ ես ստե կկանգնեմ, մինչև կարողանամ իմանամ եւ կարողանամ այս իրավունքս որպես ամերիկացի ստանամ։ Եվ եթե դուք նկատեք Homeland Security-ն այս վիդեոյի համար statement է տվել, եւ խոսացել է եւ արդեն մինչև անգամ լսացել եմ White House-ից խնդիր այլ է, խոսում են դրա մասին, եւ ես ասել եմ իմ համար տարբերություն չունի, եւ շատ threat-ներ այլ է, որ քեզ կբռնի, այսը կտանի, ասում եմ որտեղ ուզում ուղարկեմ, որտեղ գետամ, վերջ գետամ Հայաստան refugee կելեմ, վերջը է դա, բայց որպես ամերիկացի, երբ մենք Պարսկաստանում տարիներ մեզի խեղդեր են, չեն թողել խոսանք, վախեցել են խոսանք, բայց այս տարիներվա ընթացքում կարողացել եմ հաղթեմ իմ սրտին, իմ մտքին, իմ լեզվին, որ այո, ես ամերիկացի եմ, իմ խոսքս freedom of speech, կարող եմ խոսալ, freedom of religion, եւ եթե աշխարհն հակառակ էլի, բայց ես իրավունք ունեմ որպես ամերիկացի խոսամ, այդ բանը, որ ես Պարսկաստանում Նահանգների սահմանադրության, առաջին փոփոխությամբ խոսքի ազատություն։ Ուրեմն ես Պարսկաստանում տարիներ խեղդել եմ մեզի, վախեցել եմ ինչա անգամ խոսամ, բայց ստեղում իմ իրավունքները ճանաչել եմ եւ կարողացեմ հաղթեմ իմ այսինքն խնդիրները, հոգեկան խնդիրներին, իրավունքներին, որ նորից կարողացեմ կանգնեմ եւ կարող եմ այսօր խոսամ եւ այդ բանի մասին Պարսկաստանում էլ չեմ վախենում, անհանգիստ եմ իմ safety ու security ու ընտանիքիս համար, բայց չեմ վախենում, որ իմ իրավունքներից կարողանամ պահեմ իմ իրավունքները եւ այդ իրավունքները, որ ես կարողություն ա տվել եւ որ ես citizen եմ ելը, ասեմ ես այս երկրից կպահպանեմ եւ իմ իրավունքները սովորել եմ եւ իմ իրավունքներից որ այսօր կանգնած եմ հակառակ այդ բանին, որ ես Պարսկաստանում մեծացել եմ որպես հայ, տարիներ մեզ այդտեղում ճնշել են, տարիներում մենք հայերս իրավունք չունենք կարևորության մեջ աշխատենք, մենք հայերս պիտի վստահ մատ թուղթ խփենք, որ հայ ռեստորան է, որտեղ իրանք մեզի անընդհատ շուն հայ են կանչը փողոցների մեջ, այդ կարևորության միտքը մենք ժողովրդի հետ լավ ենք ապրել որպես հայ մենք դե լավ անուն ենք ունեցել, բայց կարևորությունը մեզ այդ իրավունքները էլ չի տվել, տարիներ մեզի ճնշել է եւ շատ հայերը հանգիստ են ապրում են, ասում ենք մեր կլաբ ունենք, այդ մենք Արարատ մարզավանը հետ են գալիս, բայց ես
մտածում եմ, որ ավելի շատ հայերը կարող են ուժ ունենան Պարսկաստանում, հայերը կարող են մինչև անգամ կառավարության մեջ ազդեցողություն ունենան, բայց իրավունք չունենք մենք դիպլոմատ ենք, պոլիտիկայի մեջ աշխատենք որպես հայ ենք, այսինքն second class citizen ենք, բայց Ամերիկայում երբ որ ես եկա եմ ստե եւ իմ համար չի տարբերում, որ ստե ծնվել եմ թե չէ, ես US citizen եմ հիմա եւ իմ երեխեքիս հետ որ ծնվել են ստե հավասար ենք իրավունքների համար։ Ուրեմն իմ իրավունքները ճանաչելով ուզում եմ խոսամ, ուզում եմ պահպանեմ իմ իրավունքները եւ իմ ժողովրդին օգնեմ, իմ երկրին օգնեմ, որ կարողանան սեղում ազատ ապրեն, թե Պարսկաստանի մնուց ենք ապրին, թե հենք եկա Ամերիկա, թե մեր կյանքը օքեյ է։ Եթե բան կա, որ կուզենայիք հայտարարություն անեիք մեր համայնքին, իրանահայ համայնքին կամ իրանական համայնքին, որ լեզվով որ կուզեք, հնարավորություն ունեք եւ դրանով եզրափակենք։ Իմանում եմ, որ ձեր հայերենը, հայո, հայերեն են մեկը մյուսին կփոխանցի, մենք փորձենք կարճ տարբերակն էլ դա կտրել եւ դնել տեղադրել YouTube-ում, եթե կլինի դա պարսկերեն, կլինի դա անգլերեն կամ կլինի հայերեն, խնդիր չկա, մենք այդ հատվածն է կդնենք, որը կունենա իր հետևորդը։ Կսիրեմ որ հայերեն ասեմ, ես որպես մատ հայ իրանցի առաջերտին բարձանքս է որ հայ եմ եւ Իրանում եմ աշխատում եմ որ ամենա բարի վկանել եմ որպես հայ, որպես քրիստոնյա եւ հայերը իմ սրտի մեջ են, հայերենը իմ սրտի մեջ է, նրանով հանդերձ որ շատ ճնշված ենք ելե Պարսկաստանում մեզի շաբաթվա մեջ 2 ժամ են թողել հայերեն սովորենք, մենք հայերեն տունի մեջ ենք սովորել ավելի շատ եւ իմանում եմ որ հայերն էլ տանջվում են հիմա եւ վախեցած են, հույսով եմ աղոթում եմ որ Աստված ամենից խաղաղություն տա եւ մեզի պահպանի մեր զավակներին, մեր բարեկամներին, ես Հայաստան 3 անգամ անցյալ 4 տարվա մեջ գնացել եմ, շատ լավ ընկերներ ունեմ եւ հույսով եմ որ ես վերջանա մեր հայերի համար, ես վախերն էլ հայերի մեջ կա եւ իմանում եմ որ հայերն էլ պարսիկներին սիրում են, որտեղ հարևան են ելել եւ ես կոչ եմ անում որ իրար հետ միաբան ենք, մեկ ձայն ենք, խոսանք, չվախենանք, այդ որ կարող է հայերը խոսան, որ կարողանանք մեր հայ ազգի համար եւ քրիստոնյա ազգի համար կարողանանք խոսանք եւ պահպանենք իրանց եւ օգնենք իրանց։ Իմ խոսքս է։ Շնորհակալություն պարոն Թորոսյան, եւս մեկ անգամ որ հյուրընկալեցիք, մեծ հյուր եկաք, մեծ պատիվ է նաև շփվել ձեզ հետ իմանալով թե ինչ դժվարությունների մեջով եք անցել, ինչքան մեծ ճանապարհ եք կտրել անցել, որ այսօր այստեղ ու ցավոք եմ արձանագրում, որ հասնելով անցնելով այդ մեծ ճանապարհը հիմա դուք թևաթափ եք եղել ու ասում եք չգիտենք ինչ անենք։ Մի երկրում, որտեղ որ խոսքի ազատությունը առաջին սահմանադրության առաջին կետում է ամրագրված։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ եմ սիրելի հետևորդներ, podcast-ի շարքը շարունակական է լինելու, փորձենք ոչ միայն այսի թեմաներով կխոսենք, այլ նաև տարբեր բնագավառներից։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ուշադրության համար, ես Հարություն Մինասյանն եմ, ամենակարևորը առողջ եղեք։